Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1457-րդ օրն է։ Ուկրաինայի զինված ուժերը գիշերը հարվածել են Ռուսաստանի Պսկովի մարզի Վելիկե Լուկի քաղաքի կարևոր նավթաբազային։ Բելգրադը նորից մնաց անլույս եւ ջերմության, ընդհանրապես նոր հզոր հարվածները շատ են, այսօր ձեր տրամադրությունը կբարձրացնեմ այս թեմայով։ Իդեպ Պուտինի առաջարկած այսպես կոչված փրկագնի թեմային էլ կանդրադառնանք այսօր, խոսքը Ռուսաստանին փրկելու Պուտինի բլեֆի մասին է։ Իդեպ հազիվ էի հասցրել երեկ ասել, որ նոր զարգացումները կլինեն Զելենսկի-Թրամփ-Պուտին եռանկյունու մեջ, երբ երեկ երեկոյան հայտնվեց Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Զալուժնիի հարցազրույցը, վերջինս փորձելով արդարացնել իր գործողությունները 23 թվականի այսպես կոչված հակահարձակման ժամանակ, դրանում մեղադրեց երկրի ղեկավարությանը Զելենսկուն եւ որպիսի ըստ երևույթին դրամատիզմ ավելացնի, պատմեց ՍԲՈ-ի կողմից իր մոտ իրականացված իբր խուզարկությունների մասին։ Իդեպ հայտնի բլոգեր վոլոնտյոր Սերգեյ Ստերնենկոն, ով հիմա նոր պաշտպանության նախարարի խորհրդականն է եւ իդեպ ամսական ապահովում է Ուկրաինայի բանակի համար շուրջ 50,000 դրոն, միայնակ 50,000 դրոն, մեկ բլոգերը։ Սա ֆիքսենք, որպեսզի հասկանանք նրա քշիրը, հա։ Ստերնենկոն մատնացույց արեց Զալուժնու բացթողումները, ասելով, որ հիմա ժամանակը չէ խժդժություններ մտցնել քաղաքական դաշտ։ Հատուկ ծառայությունը ՍԲՈ-ն անմիջապես հերքեց Զալուժնու հայտարարությունը, նշելով, որ խոսքը եղել է կասկածելի հասցեների ստուգման մասին, որոնցից մեկը պարզվել է, որ կահավորված է եղել որպես հրամանատարական կետ, եւ այստեղ Զալուժնին կարծես չհասկանալով իր վրա նոր կասկածներ հարուցեց, իսկ ինչու հրամանատարական կետը հայտնվեց ՍԲՈ-ի տեսադաշտում։ Դե կարծում եմ ի տարբերություն Զալուժնիի, ՍԲΟ-ի նախկին ղեկավար Մալյուկի նկատմամբ մեր լսարանը ավելի քիչ հարցեր եւ ավելի շատ վստահություն ունի։ Զալուժնիին վաղուց են վերագրում արտաքին ուժերից կախվածություն եւ այն պահին, երբ Զելենսկին դժվարություններ ստեղծեց Թրամփի համար, Զալուժնիին մցրեցին խաղի մեջ։ Չեմ կարծում, որ Զելենսկին հրապարակավ կպատասխանի մեղադրանքներին, միգուցե, բայց ոչ հիմա։ 23 թվականի իրադարձությունները այնքան բարդ են եւ արդեն ամեն ինչ այնքան է քննարկվել, որ Զալուժնիի խոսքերը կարող են տպավորել թերևս միայն Պորոշենկոյի կողմնակիցներին եւ պարզապես միամիտներին։ Իդեպ Թրամփը հույս ունի, որ ի տարբերություն անզիջում Զելենսկու, Զալուժնին ավելի ճկուն կլինի ռուսների հետ բանակցություններում, ինչը նույնպես չի բարելավում Զալուժնու իմիջը։ Զալուժնին չունի ուժեղ կերպարի համբավ, իրական դաշտում նրան փորձում են իդեալացնել նրանք, ովքեր Պորոշենկոյի կողմնակիցներն են, իսկ մենք հայերս լավ ենք ճանաչում Պորոշենկոյին, հիշեցնեմ, որ 16 թվականին Արցախի 4-օրյա էսկալացիայի օրերին, բացի Էրդողանից, նաև Պորոշենկոն Ալիևին բարի հաջողում ասաց, այնպես որ եթե կան մարդիկ, ովքեր պրոպագանդայի տակ Զալուժնի են ուզում սիրել, պետք է հասկանան, թե ինչ միջավայրից է նա գալիս։ Բայց Զալուժնին Թրամփի խաղի միակ թեման չէ։ Պոլիտիկոն գրում է, որ Ուկրաինային կարող են չհրավիրել Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, թեև ներկայության առիթը օգտագործվում էր դաշինքի երկրների հետ որոշ հարցեր լուծելու համար, այնուամենայնիվ այն ցուցադրում էր Արևմուտքի միասնությունը պաշտպանական հարցերում։ Ուկրաինան իր ֆորմատը ունի, Ուկրաինա-ՆԱՏՕ համագործակցության եւ հիմնական հարթակը դա է, բայց սամիթին հրավիրելը դա Արևմուտքի միասնական պաշտպանության դրսևորում էր։ Չի բացառվում, որ սա ընդամենը Թրամփի հասկացություններով իրականացվող տեղեկատվական արտահոսք է Զելենսկու վրա ճնշում գործադրելու համար, բայց ամեն դեպքում այս փաստը մատնանշում է Թրամփի իրավիճակի անհարմարությունը եւ նրա փորձերը դուրս գալ իրավիճակից ոչ թե ուղակի Զելենսկու դեմ քայլերով, այլ անուղակի քայլերով, որովհետեւ նա գիտի, եթե ուղակի քայլեր անի Զելենսկու դեմ, ամերիկյան հասարակությունը Թրամփին կպատժի ավելի խիստ։ Իդեպ ըստ Պոլիտիկոյի, բացի Ուկրաինայից չեն հրավիրվել նաեւ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի պատվիրակները։ Սա ըստ երևույթին Թրամփի գործողությունները փաթեթավորելու համար է, իբր սա ոչ թե Ուկրաինայի դեմ է, այլ նպատակ ունի թույլ չտալ դաշինքին դուրս գալ պաշտպանության եւ զսպման իր պատասխանատվության շրջանակներից, եւ Սպիտակ տունը այժմ ծրագրում է ՆԱՏՕ-ն դիտարկել որպես զուտ Եվրոատլանտյան պաշտպանական միություն, բայց ասենք, որ ՆԱՏՕ-ում միայն Ամերիկան չէ որոշում կայացնում եւ սպասենք եվրոպական երկրների արձագանք
արձագանքին պարբերականները մանրամասներ չի հայտնում գործընկեր մյուս երկրների հետ աշխատանքի պլանների վերաբերյալ, ՆԱՏՕ-ն վաղուց է կորցրել իր սկզբնական իմաստը եւ հաճախ Թուրքիան սեփական շահերից ելնելով պնդում է չհրավիրել դաշինքի գագաթնաժողովներին, օրինակ Իսրայելին, բայց դրանից այդ երկրի անվտանգությունը չի տոժում, Իսրայելը հիմա իրեն ավելի լավ է զգում, քան Թուրքիան, չնայած բանակի քանակին, դե իսկ Ուկրաինայի դեպքում մեր լսարանը բոլորից լավ գիտի, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ երկկողմ կապերը ավելի մեծ օգուտ են բերել, քան հենց դաշինքի հետ հարաբերությունները, հատկապես 22-ից 24 թվականներին, թեև հետագայում հենց դաշինքի հետ հարաբերությունները ավելի արդյունավետ դարձան, բայց միևնույնն է, երկկողմանի կապերը ավելի արդյունավետ են։ Պարզապես Ռյուտեն դառնալով դաշինքի ղեկավար ավելի սերտ է համագործակցում Ուկրաինայի հետ։ Այսօր արևմտյան փորձագետները Եվրոպայում ամենամարտունակ բանակը համարում են Ուկրաինային եւ տարբեր պատրվակներով մեր երկրին չհրավիրելով Թրամփը փորձում է նաեւ խուսափել դաշինքի ներսում մրցակցությունից։ Թրամփն ուզում է լինել միակ ուժեղ խաղացողը, թե որքանով դրա հետ կհամաձայնեն եվրոպական երկրները, ժամանակը ցույց կտա։ Կրկնեմ, պոլիտիկոյի հրապարակումը կարող է լինել տեղեկատվության հատուկ արտահոսք քաղաքական ճնշման նպատակով, առայժմ որևիցե որոշումներ ՆԱՏՕ-ն չի կայացրել։ Ուկրաինան այսօր անցել է կախյալ խաղացողի դերից եւ կարելի ասել գերաճել է, եւ եթե նույնիսկ ինչ որ հարցերում դեռ կախված է դաշինքից, ապա ոչ ավելին, քան ՆԱՏՕ-ի ցանկացած այլ երկիր, մանավանդ որ իրականությունը ցույց է տալիս ՆԱՏՕ-ն պատրաստ չէր ժամանակակից պատերազմի պայմաններին։ Էստոնիայում վերջերս անցկացված զորավարժությունները դրա վառ օրինակն են, որտեղ ուսումնական մարտում Ուկրաինայի զինված ուժերը ջախջախեցին ՆԱՏՕ-ի պայմանական ուժերին, ինչից հետո բոլորի համար ակնհայտ դարձավ, որ դաշինքը ավելի շատ Ուկրաինայի հետ համագործակցության կարիք ունի, քան Ուկրաինան դաշինքի, եւ արդեն ուկրաինացի զինվորականներն են ուսուցանելու ՆԱՏՕ-ի երկրների զինվորականներին։ Երեկվա եթերում այդ մասին ավելի եմ մանրամասնել։ Բացի այդ, համաշխարհային մամուլը ողողված է զանազան հոդվածներով այն մասին, թե իբր ինչ են պայմանավորվել այսպես կոչված Ցյուրիխի բանակցություններում, բայց մենք ձեզ հետ գիտենք, որ տեխնիկական նրբերանգների սահմանումը հիմա ընդհանրապես քողարկում է Թրամփի համար բանակցային գործընթաց ցուցադրելու եւ անընդհատ հաջողությունների մասին գոռալու համար։ Գլխավոր հարցերը լուծված չեն եւ դրանց լուծման համար ես երեկվա եթերում ասացի նախագահ Զելենսկու պայմանների մասին։ Ուկրաինան երբեք կամավոր չի զիջի ռուս օկուպանտներին իր Դոնեցկի մարզը։ Սա մեր նախագահը կրկին հաստատեց արևմտյան բլոգերների հետ օրերս հարցազրույցում։ Միևնույն ժամանակ Եվրոմիությունը մտադիր է պահանջել Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած խաղաղ համաձայնագրում ներառել Մոսկվայի նկատմամբ մի շարք կոշտ պահանջներ։ Սա նույնպես հարված է Թրամփին, բայց իր տակ ունի ոչ թե հնարովի, այլ իրական հող։ Իդեպ եվրոպացիները նույնպես ներկա էին Ժնևում, եւ այս փաստը ինքնին Թրամփին Եվրոպայի կարմիր գծերի ցուցադրությունն է։ Եվրոմիությունը պաշտպանում է սեփական դիրքորոշումը Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի վերաբերյալ եւ մտադիր է Մոսկվային առաջադրել խիստ պայմաններ։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի կողմից Եվրոմիության երկրների միջև տարածված աշխատանքային փաստաթղթերից մեկում նշվում է ռուսական զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին ոչ միայն Ուկրաինայի տարածքից, այլև այլ պետություններից։ Ըստ փաստաթղթի տեքստի, որին ծանոթացել են լրատվամիջոցները, Եվրոմիությունը ապագա համաձայնագրի պարտադիր պայման է համարում ռուս զինվորականների հեռացումը Բելոռուսից, Վրաստանից, Հայաստանից եւ չճանաչված Մերձդնեստրից։ Բրյուսելում ընդգծում են, որ խոսքը Եվրոպայի անվտանգությանը ուղղված ավելի լայն մոտեցման մասին է, որը չի սահմանափակվում միայն Ուկրաինայում պատերազմի դադարեցմամբ։ Փաստաթուղթը կրում է Եվրոպայի հիմնական շահերի մայրցամաքի համապարփակ արդար եւ տևական խաղաղության ու անվտանգության ապահովման գործում վերնագիրը։ Դրանում շարադրված են այն պահանջները, որոնք Եվրոմիության կարծիքով Ռուսաստանը պետք է կատարի կայուն խաղաղության հասնելու համար։ Բացի զորքերի դուրսբերումից, Եվրոմիությունը պնդում է Ուկրաինայի օկուպացված տարածքների ապառազմականացումը, դրանց իրավական ճանաչումից հրաժարվելը եւ ռեպարացիաներ, փոխհատուցումների վճարումը։ Նաեւ պայմանների թվում հիշատակվում են եվրոպական երկրների դեմ հիբրիդային հարձակումների դադարեցումը, խոսքը կիբերգործողությունների, քաղաքական գործընթացներին միջամտելու եւ այլ երևույթների մասին է, որոնք արդեն բազմիցս տեղի են ունեցել ոչ վաղ անցյալում։ Սա շատ կարևոր մարկեր է, թե որտեղ են տեսնում Հայաստանը Բրյուսելում, եւ եթե օֆիցիալ
Երևանը համապատասխան քաղաքական կամք դրսևորի, ապա անպայման իր տեղը կգտնի Եվրոմիության անվտանգության համակարգում, փաստացի այս դաշտը Եվրոպան տեսնում է Ռուսաստանից զերծ, ինչը Հայաստանի համար ավելի անկախ գործողությունների հնարավորություն է ստեղծում։ Միևնույն ժամանակ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ մոտ ժամանակներս դիվանագիտական ճանապարհով չի ավարտվի, այլ կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կողմերից մեկը չի հյուծվել։ Գերմանացի առաջնորդը նման հայտարարություն է արել լրագրողների հետ զրույցում, ինչի մասին հայտնում է Ֆրանկֆուրտեր Allgemeine Zeitung-ը։ Մերցը կարծում է, որ ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժումը ուկրաինական տարածք կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ կողմերից մեկը չի հյուծվել ռազմական կամ տնտեսական առումով։ Նրա խոսքով Եվրոպայի նպատակն այն է, որ Ռուսաստանը չկարողանա շարունակել պատերազմը ռազմական տեսանկյունից կամ ֆինանսավորել այն։ Մեջբերեմ, ռուսական իշխանությունը չի կարող գոյատևել առանց պատերազմի։ Նրան պետք է աշխատացնել ռազմական մեքենան։ Ռուսաստանի իշխող պաշտոնյաներին անհասկանալի է, թե ինչ են անելու պատերազմից հետո, ինչ անել տուն վերադարձող 100,000-ավոր զինվորների հետ, ասել է Մերցը։ Հիշեցնեմ, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հստակ նշել է պատերազմի ավարտի պայմանները, ըստ նրա հակամարտությունը կդադարի միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանը լինի տնտեսապես եւ ռազմական առումով հյուծված։ Այս թեզերը հնչել են Մյունխենի անվտանգության համաժողովում նրա ելույթի ժամանակ։ Իսկ այդ ընթացքում մարտերի ինտենսիվությունը նորից վերականգնվել է։ Նախորդին ռազմաճակատում տեղի ունեցել 237 մարտական բախում, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը լիկվիդացրել են 830 օկուպանտի եւ նրանց 549 միավոր տեխնիկան ու սպառազինությունը։ Ուկրաինական գլխավոր շտաբը նաեւ հայտնել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր լիկվիդացված օկուպանտների թիվը հասել է 1,256,910-ի։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Ուկրաինական զորքերը շարունակում են առաջընթացը ռազմաճակատի հարավում, բայց մինչ մեր հաղորդման մյուս թեմաներին անցնելը խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը գրեթե 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջնորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Եվս մեկ անգամ օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ամեն օր ինձ ցուցաբերած աջակցության համար։ Ձեր լայքերով եւ մեր հեռարձակումը սոցիալական ցանցերում տարածելով դուք շատ եք օգնում մեր ալիքին։ Սա շատ օգտակար է հատկապես YouTube-ի համար դժվարին ժամանակահատվածում։ Իդեպ ասեմ, որ մենք ձեզ հետ գնալով մեծացնում ենք մեր բաժանորդների թիվը։ Նոր ալիքը դեռ շատ բաժանորդներ չունի, դեռ նույնիսկ 23,000-ի չենք հասել, բայց եթե հաշվենք անալիտիկայի, Հակոբյան լայվի եւ Ամբիոնի ընդհանուր աուդիտորիան, ապա արդեն հասել ենք 100,000-ի շեմին։ Սա նաեւ նշանակում է, որ շատ մարդիկ դեռ չեն բաժանորդագրվել Հակոբյան լայվ ալիքին։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք եւ բաժանորդագրվեք, շատ կարեւոր է, որպեսզի այս ալիքն էլ աճի, քանի որ հենց այստեղ են ամենօրյա եթերները։ Փետրվարի 18-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանում նավթի արտահանման նոր լուրջ խնդիր է առաջացել կապված Բալտիկ ծովի սառցակալման հետ։ Պրիմորսկ եւ Վիսոցկի հիմնական նավահանգիստներ արգելվել է այն նավերի մուտքը, որոնք չունեն սառցային դաս եւ սառցահատների անհատական ուղեկցություն։ Նավահանգիստների մոտ նավերի հերթեր են գոյացել, որոնք կուտակվում են արդեն առնվազն 1 շաբաթ, այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Ռուսաստանի սև ոսկու արտահանման ցուցանիշները աղետալիորեն ընկնում են, օրինակ նույն Պրիմորսկում այն նվազել է մինչև օրական 490,000 բարել, ինչը ավելի քան 30%-ով պակաս է, քան 25 թվականին եւ 50%-ով պակաս է, քան 24 թվականին։ Ռուսաստանի վրա միաժամանակ մի քանի գործոն է ճնշում, նախ սառցակալումը Ֆիննական ծոցում, որտեղով անցնում էր ծովային նավթի արտահանման 40%-ը, երկրորդ խնդիրը Եվրոպայի եւ Ամերիկայի պայքարն է Պուտինի ստվերային նավատորմի դեմ, դրա կրճատումը հանգեցրել է նավթ տեղափոխելու համար անհրաժեշտ տանկերային պակասի, դրանք այժմ ստիպված են տեղափոխել Արկտիկայից, այս պահին Ֆիննական ծոցում դրանցից առնվազն 6-ն է հաշվում։ Վերոհիշյալ նավահանգիստները, ինչպես նաեւ Ուստ-Լուգան մարտի 1-ից կարող են լիովին փակվել տանկերների մուտքի համար, նույնիսկ սառցահատների ուղեկցությամբ, եթե սառցի հաստությունը մեծանա 30-ից 50 սանտիմետրով։ Նույնիսկ բնությունն է պայքարում Պուտինյան ռեժիմի դեմ, կարելի ասել բնությունը միացել է արևմտյան եւ ուկրաինական սանկցիաներին Պուտինի դեմ։
Պարտիզանական աթեշ շարժման գործակալները դիվերսիա են իրականացրել Լիպեցկում, ոչնչացնելով կապի աշտարակը ռազմական օդանավակայանի եւ ռուսական բանակի զինանոցի հարևանությամբ։ Ռուսական Լիպեցկում աթեշի գործակալները ոչնչացրել են կապի օբյեկտը, որն ապահովում էր ռազմական ուղիների աշխատանքը։ Դիվերսիան հարվածել է օդանավակայանի եւ ռազմավարական զինանոցի մոտ գտնվող ենթակառուցվածքին։ ԱՏՇ պարտիզանական շարժումը հայտնել է Լիպեցկում իրականացված դիվերսիայի մասին, որի ընթացքում ոչնչացվել է կապի աշտարակը, որն ապահովում էր տվյալների փոխանցումը եւ ռուսական ուժային կառույցների համակարգումը։ Ըստ կազմակերպության պնդման, այս օբյեկտը սպասարկում էր միանգամից մի քանի ռազմավարական կարևոր կետեր՝ անօդաչու ավիացիայի ստորաբաժանումների պատրաստման 924-րդ կենտրոնը, Լիպեցկի ռազմական օդանավակայանը, գլխավոր հրթիռահրետանային վարչության 260-րդ զինանոցը։ Աշտարակի ոչնչացումը, ինչպես նշում են ԱՏՇ-ի ներկայացուցիչները, առաջացրել է կապի ուղիների աշխատանքի խափանումներ, բարդացրել է տեղեկատվության փոխանցումը եւ նվազեցրել դրա ազդեցության գոտում գտնվող ռազմական ստորաբաժանումների կառավարելիությունը։ Նշվում է, որ Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում զինանոցները գնալով ավելի հաճախ են դառնում հարձակումների եւ հրդեհների թիրախ։ Հիմա, երբ 260-րդ զինանոցի մոտակայքում կապը խաթարված է, դրան հասցվելիք հնարավոր նոր հարվածների հետևանքները կարող են լինել ավելի կործանարար։ Նման աշտարակները ապահովում էին ծառայողական եւ ռազմական կապի ուղիները, ներառյալ պահուստայինները։ Դրանց ոչնչացումը ցույց է տալիս Ռուսաստանի կրիտիկական ենթակառուցվածքների խոցելիությունը նույնիսկ խորը թիկունքում։ Միևնույն ժամանակ Պուտինյան հանցագործները գիշերը հարձակվել են Ուկրաինայի վրա դրոններով եւ հեռահար հրետանիով։ Փետրվարի 19-ի գիշերը, փետրվարի 18-ի ժամը 18-ից սկսած ռուսական բանակը հարձակվել է Ուկրաինայի վրա, կիրառելով 37 հարվածային դրոն, շահեդ, գերան, իտալմաս եւ այլ տեսակների։ Դրանցից մոտ 20-ը շահեդներ էին։ Նախնական տվյալներով մեր հոպին հաջողվել է խոցել կամ ճնշել թշնամու 29 դրոն երկրի հյուսիսում, հարավում եւ արևելքում։ Արձանագրվել են հարվածային դրոնների հարվածներ 4 տեղանքում։ Ռուսական հարձակումները շարունակվում են քաղաքացիական բնակչությանը վնասներ հասցնել եւ նպատակաուղղված փորձում են ոչնչացնել Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքները։ Բացի օդային թիրախներից, ուկրաինական մարզերը ենթարկվել են նաեւ հեռահար հրետանու եւ ռեակտիվ միջոցներով հարձակմանը։ Խերսոնի, Դոնեցկի եւ Զապորոժիեի մարզերի վրա ռուսական հարձակումների հետևանքով տուժվել է 8 մարդ, նրանց թվում 6-ամյա մի աղջիկ։ Ուկրաինացի պաշտպանները 2 օրվա ընթացքում խոցել են ռուսական բանակի կարևոր թիրախներ 2 մարզերում, ինչպես նաեւ ներթափանցել են հակառակորդի տարածք, հարված հասցնելով Կուրսկի մարզում։ Ուկրաինայի զինված ուժերը փետրվարի 17-ից 18-ը հաջող հարվածների շարք են հասցրել ռազմաճակատի մի քանի հատվածներում։ Առաջին խոշոր թիրախը դարձել է Մարիուպոլի շրջանում գտնվող S-300 զենիթահրթիռային համալիրը։ Ուկրաինացի պաշտպանները շարունակում են հաջողությունները, հարվածելով Դոնեցկում ռազմական տեխնիկայի կուտակմանը։ Զապորոժիեի մարզում միանգամից 2 թիրախ է խոցվել դրոնների արեստանոցը Տոկմակում եւ դրոնների ստորաբաժանումը Տրուդավոյում։ Ուկրաինական բանակին հաջողվել է նաեւ ջախջախել կապի անգույցը Ստարամլինովկայում։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբից։ Ուկրաինայի սահմաններում գտնվող թիրախներով մեր զինված ուժերը չեն սահմանափակվել, հարվածելով Կուրսկի մարզի Սալնայե բնակավայրում գտնվող դրոնների կառավարման կետին։ S-300 համալիրի հարձակման կայանքի ոչնչացման տեսանյութը ձեզ լավ հայտնի Ռոբերտ Բրովդի Մադիար ներկայացրել։ Այդ տեսանյութը իհարկե անմիջապես հայտնվել է նաեւ մեր Telegram-յան ալիքում։ Փետրվարի 19-ի գիշերը բարի դրոնները գրոհել են Ռուսաստանի Պսկովի մարզի ռազմավարական օբյեկտները, ինչի հետևանքով Վելիկի Լուկի քաղաքի նավթաբազայում հրդեհ է բռնկվել։ Պսկովի մարզի նահանգապետ Միխայիլ Վեզերնիկովը նույնպես հաստատել է, որ այս գիշեր տարածաշրջանի ռազմավարական օբյեկտները ենթարկվել են դրոնների հարձակման։ Նա հայտնել է ձեռնարկություններից մեկում բռնված հրդեհի մասին։ Այդ ֆոնին Լենինգրադի մարզի իշխանությունները, որը սահմանակից է Պսկովի մարզին, պնդում են, որ փետրվարի 19-ի գիշերը այդ տարածաշրջանի երկնքում ռուսական ՀՕՊ-ը պայքարել է ուկրաինական դրոնների դեմ։ Դա երևի թե լավ չի պայքարել։ Վելիկի Լուկիի նավթաբազան դիզելային վառելիքով, բենզինով եւ 27-երով մատակարարում է ռուսական բանակին, ուստի այն օրինական թիրախ է Ուկրաինայի զինված ուժերի համար։ Նախկինում Ուկրաինայի զինված ուժերը արդեն հարվածել էին այս ռազմավարական օբյեկտին, դա 24 թվականի ապրիլին էր։ 26 թվականին ուկրաինական զինված ուժերը շարունակում են ոչնչացնել ռուսական նավթավերամշակման գործարաններն ու նավթաբազաները ռուսական բանակին թուլացնելու նպատակով։ Օրինակ, փետրվարի 17-ի գիշերը դրոնները հարվածել են Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանին, առաջացնելով հրդեհներ։ Իդեպ, եթերի պատրաստման պահին ուկրաինական գլխավոր շտաբը հարվածի վերաբերյալ մանրամասներ չի ներկայացրել։ Հարձակման մանրամասների հայտնվելուն պես մենք ինչպես միշտ կտեղեկացնենք
կտեղեկացնենք ձեզ, իսկ առայժմ վայելեք շատ էֆեկտային կադրեր, որոնք տեղադրված են մեր Telegram-յան ալիքում։ Դե իսկ այդ ընթացքում դեռևս գործող ռուսական Telegram-յան ալիքները հաղորդում են Զապորոժիեի մարզում ուկրաինական զորքերի առաջխաղացման մասին, համապատասխանաբար դեպի հարավ, այսինքն դեպի Ղրիմ եւ դեպի արևելք Դոնբասի խորքերը։ Զվարճալի է կարդալ թշնամու խոճապային տեղեկությունները, մեր գլխավոր շտաբը այս արդիվ առայժմ լռում է, ինչը դրական նշան է եւ նշանակում է մեր հակահարձակման գործողությունների շարունակություն։ Սա այն մեծ հակահարձակումը չի, որ շատերը փորձում են ներկայացնել, սա հակահարձակողական գործողություններ են, շատ անգամ արդեն ասել եմ։ Իդեպ Ուկրաինայի զինված ուժերի հաջողությունները Զապորոժիեի ուղղությամբ կարող են վերջ դնել Գերասիմովի կարիերային, կհետևենք զարգացումներին։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի պաշտպանության ուժերը նոր պատասխան հարվածներ են հասցրել թշնամու էներգետիկ օբյեկտներին ռուսական Բելգրադում, չորեքշաբթի երեկոյան սոցցանցերում ռուսները ակտիվորեն հրապարակում էին տեսանյութեր, որոնցում տեղի բնակիչները ցնցված էին տեղի ջեկին հասցված մի շարք հարվածներից, դատելով այդ հոլովակներում արկա մեծատիվ դժգոհություններից եւ հիշատակված օբյեկտի վրա երևացող հրեղեն բռնկումներից։ Հարձակումը հաջողված էր, կադրերը ինչպես միշտ մեր Telegram-յան ալիքում են։ Էկոնոմիստը անդրադարձել է Պուտինի փրկվելու փորձին եւ 14 տրիլիոն դոլարի արժողությամբ այսպես կոչված բիզնես առաջարկին պատժամիջոցների մեղմացման համար։ Անցյալ տարվա ապրիլից ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը առնվազն 9 անգամ հանդիպել է Թրամփի հատուկ բանագնաց Ուիտկոֆի հետ։ Ըստ էկոնոմիստի, Թրամփի ընտանիքին մոտ կանգնած առանձին անձինք բանակցություններ են վարել ռուսական էներգետիկ ակտիվներում բաժնեմասեր ձեռք բերելու մասին։ Առաջարկվող գործարքների թվում են եղել Արկտիկայում նավթի եւ գազի արդյունահանումը, հազվագյուտ մետաղների հանքավայրերի մշակումը, միջուկային էներգիայով սնվող տվյալների մշակման կենտրոնի ստեղծումը եւ Բերինգի նեղուցի տակով թունելի կառուցումը։ Անկորիջում Թրամփի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի բռնապետ Պուտինը առաջարկել է վերադարձնել 5 միլիարդ դոլարի ակտիվները, որոնք 22 թվականին առգրավվել էին ExxonMobil նավթային ընկերությունից, հայտնում է էկոնոմիստը։ Անցյալ ամառ ամերիկյան շատ իրավաբաններ աշխատում էին արտաժամյա վերլուծելով պատժամիջոցների չեղարկման հիմնավոր սցենարները, այս մասին պատմել է խորհրդատվական ընկերություններից մեկի աշխատակից Պատրիկ Լորդը։ Այսպիսով համաձայնագրերի փաթեթի վրա զգալի նախապատրաստական աշխատանք արդեն կատարվել է, նշում է էկոնոմիստը։ Նոյեմբերին հավելում է պարբերականը արևմտյան խոշոր նավթային ընկերությունների ներկայացուցիչները նույնիսկ Աբու Դաբիում հանդիպել են իրենց նախկին ռուս գործընկերների հետ։ Էկոնոմիստը զգուշացնում է, որ եթե Սպիտակ տունը կուլ տա խայծը, դե պարզ է, որ Պուտինի առաջարկները ամբողջովին բլեֆ են։ Ամերիկյան բիզնեսը ֆինանսական հրաշքին զուր կսպասի, մինչդեռ քաղաքական կորուստները կշատանան։ Ցանկացած նախագահ, ով առաջնորդվում է ԱՄՆ շահերով, պետք է սառնասրտորեն եւ ուշադիր քննարկեր Պուտինի առաջարկը եւ մերժեր, եզրակացնում է էկոնոմիստը։ Դեկտեմբերի վերջին Wall Street Journal թերթը հղում անելով երկու աղբյուրների հայտնել էր, որ ամերիկան եվրոպական երկրներին առաջարկներ է ներկայացրել Ռուսաստանը համաշխարհային տնտեսության մեջ վերաինտեգրելու վերաբերյալ։ Ծրագիրը ենթադրում է, որ ամերիկյան ընկերությունները կկարողանան ներդրումներ կատարել ռազմավարական ոլորտներում, հազվագյուտ մետաղներից մինչև Արկտիկայում նավթի հորատում։ Իմ կողմից ավելացնեմ, որ Եվրոպայի դիրքորոշումը միանշանակ է այս հարցում եւ դա նույնպես ազդեցություն ունի Թրամփի ռեֆլեքսների վրա, բայց ես կարծում եմ, որ այս թեման դեռ շատ անգամներ կհայտնվի միջազգային մամուլում Թրամփի վարկանիշին հարվածելու համար։ Շատ չի երկարացնեմ այսօրվա եթերը, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Խնդրում եմ չմոռանալ լայքել մեր եթերը եւ հնարավորության դեպքում կիսվել սոցիալական ցանցերում, իսկ նրանց, ովքեր դեռ բաժանորդագրված չեն մեր ալիքներին, խնդրում եմ անպայման բաժանորդագրվել, դա մեզ շատ է օգնում։ Ձեզ ցանկանում եմ ամենայն բարիք եւ մինչ նոր հանդիպում վաղվա եթերում, բարով մնաք։